Քիչ հետո իմ անդորը կխաթարվի, ավելի ճիշտ կյանքը կզարթնի իմ շուրջը։ Կգա արագ քայլքով ու ամեն ինչ այստեղ կսկսի շնչել, տրոփել ու ապրել։ Թվում է իր սրտի սեփական զարկերից բազմապատիկ արագ։ Իրենից առաջ աշխատասենյակ են խուժում մտքերը, միանգամից մի քանի ուղղությամբ։ Մեկ-մեկ թվում է դրանք իմ պատերի մեջ ու այս դարակներում եւ ընդհանրապես այսօրվա մեջ չեն տեղավորվի։ Բայց օրվա վերջում արի ու տես, որ դրանք հասցնում են անգամ բազմանալ ու որպես կանոն իրականանալ։ Քանի տարի այդ եմ տեսնում։ Կգան տասնյակ այցելուներ, ուսանողներ, դասախոսներ, կխոսեն, կքննարկեն ու ես էլի թռիչքների ականատես կլինեմ, մտքի հնարավոր ու անհնար եզերքներից այն կողմ։ Այդպես են Հովհաննես Վաչեի Թոքմաջյանի բոլոր ծրագրերը գործ դառնում, գործերը նպատակ ու ծրագրերը կյանք։ Փաստորեն ինձ հետևող կա։ Տեսնես, առաջին անգամ իրենից առաջ այստեղ եկած դավադիր տեսախցիկը էլ ուր է գնացել։ Սկսենք նրանից, որ իմ անունս ինքն է գրել։ Եվ հələ չծնված ես արդեն անուն ունեի։ Ինքը ժամանակից մի քիչ ավելի փարթամ ողով էր, ես մի քիչ ավելի ուշ ողով քաշեցի եւ այդ ժամանակ ինքը ասում էր ես երեխեք ես գործ չունեմ։ Բայց հիմնական ասենք ուշադրության կենտրոնում մեր ցեղում ոնց որ ինքն էր։ Փոքր ժամանակ տատիկեն ստանը որ ապրում ենք, այս Բաղրամյանի վրա է, Ջրաշատ փողոցի։ Ուրեմն մեզ համար այդ տունը մենք փոքր էինք, մեզ տունը շատ մեծ էր երևում ու աշխարհն էլ էր մեծ երևում։ Ու ֆուտբոլ էինք խաղում, որովհետեւ այդ ֆուտբոլ խաղալուց չվնասվենք, այդ դոշակները փռում էինք տակը։ Հիմա որ մեծացել ենք, հավաքվել ենք, ասում ենք այս 4-ս կաղրել ենք, սերիակը պրծավ, որտեղ ենք մենք ֆուտբոլ խաղացել։ Չարաճճիություններ շատ ենք արել։ Ես օրինակ հիշում եմ, որ ինքը հենց էլի որպես մեծ շատ հրապուրված էր 3 հրացանակիներով փոքր ժամանակ եւ տատիկս պապայի կողմից Մարուս տատիկը մեր իր համար եւ մյուս կարել էր հրացանակիների հագուստ խաչով, գլխարկներով, փետուրներով, սուսերներ էինք բանարել, եւ անունները ինքն էլ ասում էր Աթոս Թրթոս, տատիկներ ասում, ու ամենահետաքրքիր հատկանիշներից մեկը իր փաստորեն անհնարինի եւ հնարավորի սահմանագծին միշտ են, որ ադրենալինը հանկարծ չպակասի։ Եվ երբեք առիթ չի տալիս, թվում է թե սա անհնար է։ Այս ինչ պլաններ է, ոնց պիտի անեք, մեկ էլ հաջորդ օրը մի հատ լրիվ նոր ավելի տենդենցիոզ, ավելի անհնարին թվացող ծրագիր ու ավելի սև ժամկետներում։ Թոքմաջի դա նշանակում է ձուլագործ։ Եվ փաստորեն մեր պապերի հայրերը եղել են ձուլագործեր Էրզրումից, Կարին քաղաքից, եւ այնտեղ արհեստով զբաղվելով ունեցել են բավական լավ համբավ։ Հետո տեղափոխվել են Կարսից Ալեքսանդրապոլ եւ օրինակ հիմա Ձիթողցանստանը մենք ունենք բավական նմուշներ մեր կողմի ներկայացուցիչներ, մասնավորապես Պապուս հատեստատն են դեր, Տեր Թոքմաջյանները այդպես են գրվել Ցարի կողմից տված թափունակիրն է, որ իրավունք ունեն զբաղվել այս գործունեությամբ եւ այլն գործիքներ են լինելով արհեստավորներ, փաստորեն նրանց սերունդների մեջ արտացել է այդ հակումը դեպի արվեստը եւ պատահական չի, որ մեր ցեղի մեջ բավական մեծ քանակություն են կազմում արվեստագետները, մասնավորապես նկարիչներ, քանդակագործներ, օրինակ կարելի է նշել Լևոն Թոքմաջյանին, քանդակագործ, Հակոբ Անանիկյանին, ինքը իմ տատիկի կողմից փաստորեն եղբոր տղան է, կարելի է նշել ուրեմն
Տիգրան Թոքմաջանին վաստակավոր նկար, մոտավորապես եթե սենց հերթով չասեմ, մի 10 վաստակավոր նկարիչներ կան, նկարագործներ կան, իր համար բոլոր մոտիկները գիտեն, Նապոլեոն Բոնապարտն է որպես խորհրդանիշ, որպես մարդկային իդեալ եւ Նապոլեոնի ասենք այդ գաղափարները, որոնք էին ժամանակել, նույնիսկ չէ հիմա ոչ բոլորն են ընկալվում որպես իրատեսական եւ որպես կատարվող գաղափարներ, ինքը շատ անգամ իր վերցանումով, իր բնագավառում կարողանում է դա մատուցել։ Նա ինչ մտածում է կասի, մեկ-մեկ այնպես բաներ կասի, որ կմնա շշված, թե ոնց, այդ հետո տեսնես, որ կյանքի կրեդո է, այսինքն հիմնականում ինքը արտահայտում է այն մտքերը, որը մտածում է։ Մոտացում լինելը պաստորեն իր համար եւ իր ընկերների համար դա երազանք էր, որը հավաքվում էին մեր տանը կամ ուրիշ տեղեր եւ ժամերով խոսում երազում են դրա մասին։ Ծանոթացել ենք մեր ընկերոջ տանը, որ մի հարցով մենք հանդիպել էինք, այդտեղ ծանոթացանք եւ այդ օրվանից սկսեց մեր ընկերությունը։ Դա շատ վաղուց էր, տասնյակ 35-40 տարի առաջ։ Նա այնքան հարուստ անձնավորություն է, այնքան բազմաժանր, ինքը ունի շատ հետաքրքրություններ եւ անհանգիստ բնավորություն, որ վաղ մանկական հասակից սկսած նա հետաքրքրվել է տարբեր ուղղությունները իրեն հետաքրքրել, ուզեցել է սկզբից դառնալ օդաչու, շատ վաղ հասակում պաշտպանել է տեխնացուական թեզ, շատ երիտասարդ հասակում դարել է գիտությունների դոկտոր եւ միաժամանակ նրան շատ այլ ուղղություններ են հետաքրքրել, ինչպես գիտությունն, այնպես էլ պրակտիկ գործունեությունը, այնպես էլ մանկավարժությունը եւ այնպես էլ սպորտը, շատ սիրում է ֆուտբոլ։ Թոքմաջյանը շատ ուշադիր է իր աշխատակիցների, իր ընկերների, բարեկամների հանդեպ։ Նշեմ, որ ինչ ուշադիր ծնող է, ինչ ոգևորություն ապրեց, երբ որ ծնվեց Վաչեն Արուզավակը, իհարկե Սոֆային նա շատ է սիրում, Սոֆան մի առանձնահատուկ տեղ ունի իր կյանքում, իսկ Վաչեի ծնվելիս նա շատ ուրախացավ, նախ վերջապես նա դրեց իր սիրելի հոր անունը, որտեվ հայրը, ինչպես գիտեք, ճանաչված գիտնական էր, ափսոս որ վաղաժամ հեռացավ, ինչպես նաև մայրը նույնպես գիտնական էր եւ լավ բժիշկ։ Նա աշխատել է տարբեր կլինիկաներում, վերջի տարիներին աշխատել է հանրապետական հիվանդանոցում, շատ ճանաչված է Մամուշեղունյան մասնագետ է եղել, մինչև հիմա էլ իրեն հիշում են շատ սիրով, շատ մեծ հարգանքով եւ առավել եւս այնպիսի մասնագետ էր, որ համարյա բոլորը իր խորհուրդը հաշվի են առնում։ Հովհաննես Թոքմաջյանի մեծության մասին խոսում են նաև այն, որ ինքը հավասար է մոտենում բոլորին։ Նրա համար, երբ որ մարդը նեղության մեջ է, նշանակություն չունի այդ մարդը ով է, ակադեմիկ է, պրոֆեսոր է, թե աշխատում է այնտեղ հավաքարար։ Բոլորի հանդեպ նույն վերաբերմունքն է, նույն ջեր վերաբերմունքը, նույն սրտացավ վերաբերմունքը եւ եթե հնարավորություն կա միշտ ներկա գտնվելը եւ միշտ օգտակար լինելը, նույնիսկ այդ պահին եթե նա ներկա չի, ես բազմաթիվ անգամներ հիշում եմ, որ ուղարկել է տարբեր մարդկանց, որ համոզվի արդյոք այդ մարդուն, որը այդ պահին նեղության մեջ է, օգնության կարիք ունի, իրոք օգնությունը կայացավ թե չէ։ Ընկերություն կարող է լինի երկու անհատի միջև, կարող է լինի ընտանիքների միջև։ Ես շատ ուրախ եմ, որ քո նման ուշադիր անձնավորությունը ինչպես իմ կողքին է, այնպես էլ բոլորի կողքին։ Ու ես ինչ եմ ցանկանում, որ միշտ մեր կողքին լինես, միշտ լինես առողջ, միշտ ճպտաս, միշտ բոլորին բերես բարություն։ Հովիկը որպես մարդ շատ լավ մարդ է, շատ ազնիվ, շատ պարկեշտ։ Ես ասեմ,
ընկերության մեջ մենք բոլորս իրան շատ ենք սիրում։ Եթե հիշում եք, ինքը քաղաքական գործիչ էլ ա եղել ժամանակին։ Ասեմ, քաղաքականության մեջ մաքուր դուրս գալը դա բավականին լուրջ բան է, որտեղ քաղաքական գործիչները որպես կանոն միշտ 7 մեծ մասի իհարկե 7 լարի վրա խաղում են, գիշերը մի կուսակցության անդամ են լինում, ցերեկը մի ուրիշ կուսակցության անդամ են լինում, ինքը կյանքում այդպես բաներ իրան թույլ չի տվել։ Մեր ընկերությունը արդեն վերահացվել բարեկամության, ասենք մեր տնից հանգարց որևէ մեկը հիվանդացավ, 3 ժամը 1 պարտադիր զանգի, ինչ եղավ, ոնց եք։ Իսկ որ աղջիկս հիվանդացավ, всё տունը պատերազմա, ծիծաղելով ասում է, հեսա ովիկ ձեզենք իմանա, որ ես հիվանդացել եմ։ Գալիս երեխեքն են չեք հիվանդացրել, տունը պատերազմա գցում։ Որ գնան առանց Լիզայի, նա տեղ չի գնում։ Ու խես Լիզայի կյանքն էլ ուտում է։ Լիզային զավրետնս ես միշտ ասել եմ, դի կայֆցենտ տամ, որովհետև մի րոպե Լիզային հանգիստ չի թողում նստի։ Անընդհատ Լիզայես, որ գալիս է մեր տուն, ասում է Լիզա ջերմուկ բեր, ոնց որ Լիզան պիտի մեր տան ջերմուկը բերի։ Այդպես չի թողում այդ խեղճ կնոջը մի րոպե հանգստանա։ Թորնիկը պիտի ծնվեր, բժիշկներն ասել էին, որ աղջիկ է ծնվելու։ Անընդհատ ասում էր, հեսա Խաչատուրը ծնվելու է։ Ասում են, հովիկ աղջիկ է ծնվելու, ինչ Խաչատուր։ Մնում Խաչատուրը ծնվելու է։ Դե արդեն էլ նենց լուրջ չենք գնան, դե գիտենք, որ աղջիկ է ծնվելու, բժիշկներն ասել էին աղջիկ է ծնվելու։ Վերջում դուրս եկա, որ տղա ծնվեց Խաչատուրը, անունը դրեց Խաչատուր։ Խաչատուրը ծնվեց։ Ու սենց ասենք մի 4 դեպք ես եմ հիշում, որ անհնարին բաներ է ասել, այսինքն տրամաբանությունով այդ բանը պիտի չլիներ։ Բայց մի 3-4 ամիս հետո նայում ես, տնում ես իր ասածը եղավ։ Ու շատ զարմանում ես, որովհետև այդ ասածը լինելու ոչ մի հավանականություն չուներ։ Վաչովանսիչի լոգարիթմական կանոնը մի անգամ Հովիկին ասեց մնացել է պապայի լոգարիթմական կանոնը, ասի Հովիկ ջան, այդ նվեր կտաս ինձ էլի։ Ու մինչև հիմա էլ այդ նվերը չի տվել ինձ։ Դե Հովիկի հետ մենք ծանոթացանք մոտարապես 6-7-րդ դասարանում, դա 67-68 թիվն էր 1900։ Մենք մի դպրոցում էինք սովորում, դե ծանոթացանք ոնց որ մեծ մասամբ կռվով, իսկ 7-8-րդ դասարանում դա այն տարիքն է, որ նոր սկսում ենք սիրահարվել, նոր սկսում ենք փորձել աղջիկներին դուր գալ, գրավել նրանց ուշադրությունը, մենք տարբեր դասարաններում լինելով սիրահարված էինք նույն աղջկան, հալո Ռուզաննան չէր, դե մինչև գալիս հասնում ենք մեր կանանց, ինձ չի ճանաչում, շատ ենք փորձում էլի բան ենք անում, ինքը ինձ, դե մի քիչ ինքը բանն են հրացանակիրների ոճով էր դաստիարակված, սիրահարված էր, հրացանակիրներին ինքը թատերական ահագին դերասանական ջիղ ուներ ու բան իր այդ հրացանակիրների հետ մանչայից ուներ բաներ, ինչ-որ դերեր խաղում ինչ իրանում բան, նա եկավ ասեց ռուսերեն, я вызываю вас на дуэль բան, էլի, ասում սով ես լավ, ինչ դուել այդ սատանեմ, ինչ բան, բա ես ես աղջկան հավանում եմ, ես գիտեմ դու այդ աղջկա, մենք իր այդ պետքա կռվենք, այդ Հովիկ, հիմա ծանոթանանք նստենք, ոբշեմ, հետո տենց ընկերացանք, դե ոնց Վեճերից կրիվներից հետո ավելի լավ մտերմանում են ու ավելի լավ մոտիկ ընկերներ են դառնում ու իրոք տենց էլ եղավ ամբողջ կյանքի ընթացքում, հետո կարծեմ 10-րդ դասարանում 9-ում, հա, մենք մի դասարանում հայտնվեցինք, արդեն մոտ ընկերներ էինք, արդեն ամեն մեկս ուներ իր նպատակը, մոտարապես գիտեինք ինչ էինք դառնալու, մի քիչ ընկնելով իրար ջրերի մեջ, ինքն էլ հետս ընկավ ուրեմն ավիացիայի հետ սիրով սկսեց տարապել, ու մենք որոշեցինք դպրոցն ավարտելուն պես գնանք ավիացիա։ Այս որ սենց հիմա իրան տեսնում եք, ինքը միշտ տենց չէ։ Շատ սիրում։ Այդ ես մի հատ ընկերն ու ասում եմ, մինչև ամուսնանալուց բոյով, կյաժմազերով, կապուտաշկերով տղա է, ինքն էլ տենց շատ համակրելի, տեսքով ու գրագետ, ու ամենակարևորը ինչն էր, ինքը շատ այն մարդկանց է, որ նպատակասլաց են, նրանք գիտեն ինչ են ուզում և գիտեն ոնց ինչ ճանապարհով գնան դրան հասնելու համար։ Աշխատասեր։ Պարզ գիտեն ու աշխատասեր, շատ է։ Մենք դպրոցում ես մի քիչ երաժշտությամբ էի զբաղվում, հա։
նվագում գիտարադաշնամուրբանման այդքան դասերի չէր։ Հովիկ ընդունակ աշխատասեր։ Իսկ նա հա այդ տրիվադնում էլի ամեն ինչ մեջն էր, համ գիտեր, համ ուզում էր, համ կարողանում էր։ Ինքը այն մարդկանցից է, ովքեր որ իրանց նատուրայով իրանք ստեղծող են, իրանք հնարող, իրանք սարքող, ոչ թե ուղակի կատարող։ Ես չեմ ասում օթաչուն ուղակի կատարող, օթաչուն էլ պետք է շատ լավ ուրեմն տիրապետի իր մասնագիտությամբ, նա լավ բնավորություն, շատ բաներ է պահանջվում, այդտեղ էլ կարելի է ցույց տալ որպես եւ մտավոր եւ շատ լավ բաներ, բայց ինքը այն մարդկանց է, որ ինքը ստեղծող է, ինքը իսկական գիտնական է, որ ասպարեզում էլ որ նա լիներ, այդ մարդկանց, այնց մարդիկ, որ նա քիրուրգ լիներ, ուրեմն լավ քիրուրգ լինելու, ինժեներ, ուրեմն լավ ինժեներ, ուսուցիչ, ուրեմն լավ ուսուցիչ։ Հովիկը միևնույնն է, հոգում սրտում ինչ որտեղ օթաչու է մնում։ Հա, նա շարունակում է, շատ սիրում է։ ինչ որ մի հատ խոր անկյունում սիրում է։ Տեսեք, արդեն դառնում է 55 տարեկան, բայց իր մեջ կա հլեն մանկական, երիտասարդական են ջիղը, էներգիաների եռանդը, նրա մեջ մեկ-մեկ նենց իդեաներ ալնում, ցենք ինչ-որ մի տեղ գնանք, ինչ-որ մի բան անենք, ասում որ մեծ մարդ է, արդեն հələ պասպորտը մեկ-մեկ նայ, էլի բացերը։ Բայց մեկը անում ենք, որտեղ կյանքը դա է, հիմա ինչ անեմ, որ մեծացել են, ոչ մի բան չի փոխվել, մենակ մի քիչ քաշները սա շատացել, ձևն է փոխվել, մնացածը սա նույնն է։ Նրանցին Իջևանի այնտեղ անտառներ շատ կան, էլի ֆիլման, այնտեղ Իջևանից վերև անտառներում վրան խփեցինք, 4 հոգով էինք։ 10 օր անցկացրեցինք, դա անմոռանալի 10 օրեր էին, որովհետև երկրորդ օրը բարձվեց, որ մեզանից 10 օր որտեղ փողներ պրծած, հա, 10 օր փողերը զրճացած, չէ՞ էլի կմնայինք։ Մեզանից մոտավորապես 400 մետր ներքև Տուրբազա էր, սովետականության ժամանակ հիշում եք, Ռուսաստանից գալիս էին, 3 օրը մեկ փոխվում էր այդ կազմը, դե պատկերացրու 3 օրը մեկ նոր ջայր աղջիկ են գալիս, էլի։ ինչի տակրկրից։ Հա, ինչ բան էլի, ինչ աժիոտաժ էր էլի մեր վրանում կատարում։ Այնտեղ մի օր ուրեմն բան էին կարել։ Հերթական հյուրերին հրավիրեցինք, խորովածով հյուրասիրեցինք, բան, ահագին բան մնաց, ասենք լավ, էսել վաղը կուտենք, առավոտը ոնջիկին բան պետք չի պատրաստել։ Առավոտ զարթնում եմ ինչ-որ բանից, վազվզոցից, նայում եմ, ես մահացած ընկերը մեր Աշոտը, հրացանում էին, իրի հրացան արել, այնց փոքր, մեջը դաժե այդ շեշմայը չեն դնում, հիմա են, բանը, հովիկը վազում է, այս Աշոտը բանը, ինչ է եղել, ասում է, լսի, ասում է, սա իկրան, միսը, բան կերել է, մեզ բան չի թողել, հովիկ ասում է, սուտ ասում, ես չեմ կերել, բա ինչ է եղել, կովերն են կերել, դուք ասում եք քնած եք, ես ձեզ արթնացեցի, չարթնացեք, կովեր եկել են, ես էլ վախեցա իրանց, բանել, կերան գնացին։ Այդտեղ մի քիչ հանդարտվեց, մեկի մի 5 րոպե հետո Աշոտը նորից թրավրացանով էր